Ուրեմն նախ ցես բացատրեմ, թե ես ինչպես եմ հայտնաբերել իսկական Երվանդ Քոչարին։ Մենք Երվանդ Քոչարին գիտեինք իբրև Սախնուտի Դավիթի հեղինակ եւ նաեւ գիտեինք իբրև Փենտյուր դանլեսբաց, այսինքն տարածական նկարչության հիմնադիր, ստեղծիչ, թե իբրև դպրոց, թե իբրև արվեստի տեսակ։ Բայց երբ ես այս կիբերնետիկայի մուսան քանդակը տեսա, այն ադեն իմացա, որ մենք Քոչարը չենք ճանաչում։ Քոչարի իսկական արժեքը անթեղված է այս ստեղծագործության մեջ։ Ուրեմն նախ բացատրեմ, թե ինչպես հայտնաբերել եմ։ Ուրեմն սա զետեղված է Մերգելյան ինստիտուտի բակում եւ առաջին անգամ սրա մասին ինձ խոսել է հենց ինքը Մերգելյանը։ Նույն ինքն Սերգեյ Մերգելյանի անվան պանսիոնատում ուրեմն գազագերբում էր թարգմանչած դոներ, իբրև մշակութային ծերնակ։ Ուրեմն մի օր նստել էինք պանսիոնատի նախասրահում, Սերգեյ Մերգելյանը, Գրիգոր Կուրզատյանը, Ջարդարաբեդ ուրեմն Արթուր Թարխանյանը եւ Արտաշես Սունանյանը։ Խոսքը գնում էր արվեստի մասին եւ նաեւ արվեստի եւ ասենք համագարկիչի փոխհարաբերությունների մասին։ Այն ժամանակ գիբերնետիկա բառը համազոր էր արհեստական պարագանություն իմաստին։ Սերգեյ Մերգելյանը մեզ հետևյալը պատմեց, ասեց, որ մենք մեր բակում ունենք մի ստեղծագործություն Երվանդ Քոչարի, որ գոչվում է գիբերնետիկայի մուսան ներշնչումը եւ մեզ պատմեց դա ինչպես իրականացվել է Ֆադեյ Սարգսյանի հրավերով Երվանդ Քոչարը եկել է այստեղ իբրև ինստիտուտի աշխատագից գրանցվել է այդպես, որովհետեւ իրեն նաեւ բարձրացություն տան Այստեղ իրեն դվել են դեղ եւ գիսականի պայմանների մեջ սա ստեղծել է։ Սկիզբը որոշում են, որ այս ստեղծագործությունը տրվի մուտքին դուրսը, այգում։ Բայց երբ որ հայտնաբերել են, որ այս ստեղծագործությունը խոսում է, այսինքն երբ որ մի մարդ իրեն մոդենում է, ստեղծագործությունը ասում է, ախ, երբ պիտի բացվի արշալույսը։ Համարելով այն խնդրահարույց տնում են ներսը, հենց այստեղ, որ իմի դուք տեսնում եք։ Ուրեմն ամիսներ ետ Հակեբեն գլխի են նում գալիս, երբ որ լսում են, որ քանդակը խոսում է եւ ասում է, ախ, երբ պիտի բացվի արշալույսը, նրանք մեկնաբանում են, որ ուրեմն Քոչարը ասում է, ախ, երբ պիտի անկախ լինի Հայաստանը, ասում են արշալույսը բացվել է, կոմունիզմը եկել է, ինչ արշալույսի մասին է խոսքը, փակեք այդ խոսքը։ Փակում են, բայց դրան հետո հարաճում է քանդակը։ Մոտավորապես այսպես, էլի հոգոց է տալիս, էլի ժխտական ինչ-որ բան կա մեջը, դա էլ են փակում։ Ուստրի Ռուպենի վկայությամբ սա իր վերջին քանդակային վերջին ստեղծագործությունն է։ Վերջինը լինելը ավելի է իմաստավորում, ավելի պոմանտավություն է տալիս իրեն, ես քիչ հետո կբացատրեմ։ Բայց քանդակի մասին խոսելուց առաջ ես ձեզ ասեմ, թե ինչու ես հետաքրքրվեցի այս քանդակում։ Համաճարակից առաջ, շուրջ 10 տարի առաջ, լուր տարածվեց, որ ամերիկյան Սիլիկոն Վալիի արհեստական բանականության կենտրոնում որոշել են, որ ամեն առարգա, ամեն ինչ որ մարդը օգտագործում է, դանգահույքից մինչև ինքնաշարժները, կարողանան խոսեն եւ հարաբերության մեջ մտնեն մարդու հետ։ Եվ նաեւ նրանք կարողանան իրարու հետ հարաբերության մեջ մտնել դարձյալ խոսելով, ոչ թե նշաններով։ Ջարդարակետները եկել են այն եզրակացության, որ առանց արվեստագետի ստեղծագործական երևակայության, առանց արվեստագետի մտքի թրիչքի դա չի կարելի իրականացնել։ Ուրեմն սկսեցին փնտրել աշխարհում մեկ այնպիսի արվեստագետներ, որ ունեն
ստեղծագործական բացառիկ թրիչք ունեն բացառիկ երևակայություն։ Մեր արվեստագետը 50 տարի դա իրագործել է։ Մի քանի ընկերոջ հետ խորհրդակցելուց հետո առաջարկեցի, որ այս ստեղծագործությունից պատճենահանվեն մի քանի հատ, վերագանքնվի իր խոսքը եւ դա մի հատ տրվի հրաբարակում կամ հյուսիսային բողոքայում, մի հատ նվիրվի Silicon Valley-ում, Valley-ի դնորենությանը, ասենք կամ իրենց կազմակերպությանը, մի հատ էլ նվիրվի ֆրանսացիներին, որովհետեւ ֆրանսացիները իրենք էլ ունեն արհեստական բանականության կենտրոն Փարիզի արվարձաններում եւ միաժամանակ իրենք մեզ նվիրել են Ռոդեն օպերայի հրաբարակում տրված։ Մենք էլ փոխադարձաբար իրենց կնվիրենք այս մեկը։ Ինչու՞։ Աշխարհը գտեսնի, որ հայը հանցինս Երման Քոչարի գես տար առաջ արդեն մտածել եւ իրագործել է դա։ Ես դղավին համոզված եմ, որ մենք ասկովին պետք է մտածենք, սա պետք է լինի առաջին հերթին արվեստապանների բարդականությունը, որ կարողանան Քոչարը արժևորելով, Քոչարի այս ստեղծագործությունը արժևորելով, կարողանան համոզել մեր ղեկավարության, դրամատրել պետք եղած, ասենք, տրամակլուխը եւ իրագործել իմ այս առաջարկությունը։ Այս քանդակը իր արվեստի բսակն է։ Քոչարը ոչ թե մարդը քանդակում է քաղաքի մեջ, այլ քաղաքը քանդակել է մարդու մեջ։ Ոչ միայն քաղաքը, նաև գիտությունը, նաև իմացականությունը, նաև փիլիսոփայությունը։ Քոչարը գրունգի դակ դրել է բանալին։ Ուզեցել է մեզ ասել, որ այս քանդակը իր խորհուրդը ունի, պիտի բանալին գտնես։ Եվ ես փորձել եմ այդ բանալին գտնել եւ ինչպես որ ձեզ ասեցի, այդ խոսքը երբ ասում էր ախ երբ պիտի բացվի արշալույսը, չի նշանակում ախ երբ Հայաստանը պիտի անկախանա։ Նշանակում է ախ երբ մարդը պիտի մարդ դառնա։ Քոչարին այնքան չարչարել են անիմաստ դեղը, երբ որ ինքը թողել է իր փառքը, իր հանգիստ կյանքը Փարիզի, եկել է այստեղ հայրենիքին օգտակար լինելու համար, իր հետ վարվել է ամենատաժան գերբով եւ իր հանցանքը եղել է իր հայրենիքին օգնելու ցանկությունը։ Պատկերացուցեք, ուրեմն ինքը անմարդկային վերաբերմունք է տեսել եւ միայն սովետում չէ, հիմա էլ աշխարհում անմարդկային վերաբերմունք կա։ Դրա համար այս քանդակը հավիտենական ուժ ունի իր մեջ, պատկամ ունի իր մեջ եւ այնինչ որ ինքը այս քանդակով նախատեսել է, այդ բոլորը հիմա իրականացվում է։ Ամբողջ աշխարհում բայկար է գնում նյութեղենի եւ ոգեղենի միջև, Քոչարը ոգեղենը պաշտպանելու մարդեր, դրա համար ինքը ուզեցել է ասել, ախ երբ մարդը մարդ պիտի լինի, եւ մինչեւ հիմի այդ բացանgažությունը մեր բոլորիս ցանկությունն է։ Հիմի եթե մոդեռն քանդակի հարց է ցակում, այս անձնավորությունը գին է թե դղամարդ է։ Ոմանք ասում են, որ Քոչարը քանդակել է հոմոսեքսուալ, գապ չունի։ Ուրիշներ ավելի մոդենում են հարցին, ասում են, որ ինքը քանդակել է հերմաֆրոդիտ։ Եթե հերմաֆրոդիտ է, դա հերմաֆրոդիտը հին հունական փիլիսոփայական հասկացողությամբ է, ոչ թե ելնելով հնդկական հավատալիքներից, որովհետև հին հույները հերմաֆրոդիտին աստվածածուն պաշտում էին, իբրև աստվածային էակ, իսկ հնդիկները համարում էին անիծյալ, եւ մինչեւ հիմա Հնդկաստանում հերմաֆրոդիտ եթե ծնվում է, երեխային ցերկը բռնում դանում լքում են։ Ուրեմն ինքը քանդակել է մարդը, մարդու մեջ աստվածայինը։ Եվ պատահական չէ, որ երբ որ ասում են, որ
Աստուծո ամենամոդիկ աստվածների ամենամոդիկ մարդիկը անձնավորություններ իրենք արվեստագետներ են։ Քոչարը աստվածներին մոդիկ է եղել եւ քոչարի որոնումը մարդն է եղել։ Քոչարը վերաբահություն ուներ բոլոր արտասահմանցի ուսանողներին, նույն վերաբահությունը ուներ իմ հանդեպ եւ դրա համար ես չեմ կարողացել այդ մդերմանալ։ Բայց երբ որ ինքը գալիս էր սկվազնյակ, մենք միջանցահովիկ էինք ասում, չէր կարող լինել մեկը, որ նրան չհատկեր։ Այնտեղ հավաքվում էին ընդհանրապես արվեստագետներ։ Ինքը երբեմն հայտնվում էր նաեւ Գազիրոկ սրճարանում։ Բոլորը իրեն հարգում էին, փորձում էին խոսեցնել, քիչ էր խոսում, բայց երբ որ խոսում էր քոչարը, բոլորը լռում էին, լսում էին, որոնց մեջ նաև ես։ Ինքը առանցինը մի համալսարան էր արվեստի, մի հանրագիտարան էր կարող եմ ասել, եւ դրա համար էլ ինքը հետագային մեծ ազդեցություն գործեց նոր սերունդի ստեղծագործողների վրա։ Քոչարը ոչ միայն Փարիզում ուրեմն Peinture d'Anvers ստեղծեց, այլ նաև ինչ որ սերունդ դաստիարակեց Հայաստանում, որովհետեւ ձերբազատվեն խորհրդային գաղափարներից, ազատորեն ստեղծագործել եւ ազատորեն ստեղծագործելու, ազատորեն մտածելու, մարդուն խորքերը թափանցելու եւ մարդկայինը բացահայտելու մեր գերբարվեստագետների հետ բանի ուղղության կամ ցանկության մեջ քոչարը մեծ դեր ունեց։